Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մի փոքր սպասենք մյուսներն էլ միանան։ Շատ լավ։ Աղոթքից առաջ ուզում եի Սուրբ Գրքից մի դրվագ Հիսուսի կյանքից, որը աղոթքին է վերաբերում, դա սկզբում նայենք եւ հետո աղոթքով կգանք Տիրոջ առաջ։ Այսօր մեր աղոթքաժողովն է։ Մատթեոս 26-րդ գլուխ 36-րդ խոսքից մինչև 46-րդ խոսք։ Այն ժամանակ Հիսուսը նրանց հետ մի տեղ եկավ, անունը Գեթսեման, եւ ասեց աշակերտներին. այդտեղ նստեցեք, մինչև որ ես գնամ աղոթք անեմ այնտեղ։ Եվ Պետրոսին եւ Զեբեդիայի երկու որդկանց իր հետ առավ, սկսեց տրտմիլ եւ վշտանալ։ Այն ժամանակ նրանց ասեց. հոգիս մեռնելու չափ տրտմած է, այստեղ մնացեք եւ ինձ հետ արթուն կացեք։ Սկզբում ես փոքր հատվածի վրա ուզում եմ ուշադրություն դարձնենք եւ հետո մի փոքր կանցնենք նաեւ հաջորդ դրվագին աղոթքի պահին։ Նախ այստեղ ակնառու է որ փաստը, որ Տեր Հիսուսը հաճախ էր աշակերտներից այս երեքին մյուսներից առանձնացնում իր հետ։ Հիշենք Մարկոս ավետարան 9-րդ գլուխ 1-ից 5-րդ խոսքերում դարձյալ մենք կարդում ենք, որ եւ 6 օրից հետո Հիսուսը իր հետ առավ Պետրոսին եւ Հակոբոսին եւ Հովանեսին եւ հանեց նրանց մինակ առանձին մի բարձր սար եւ այլակերպվեցավ նրանց առաջին։ Եվ նրա հանդերձները փայլուն եղան ձյունի պես շատ սպիտակ, որ երկրի վրա մի թափիչ չէր կարող այնպես սպիտակեցնել։ Եվ երևցավ նրանց Եղիան Մովսեսի հետ եւ խոսում էին Հիսուսի հետ, եւ Պետրոսը պատասխանեց եւ ասեց Հիսուսին. Ռաբբի, լավ է, որ մենք այստեղ լինենք եւ 3 տաղավար շինենք, մեկը քեզ եւ մեկը Մովսեսին եւ մեկը Եղիային, որովհետեւ չգիտեր թե ինչ խոսեր, որովհետեւ զարհուրել էին։ Եվ մի ամպ նրանց վրա Հովանի եղավ, այս ամպիցը ձայն եկավ եւ ասեց. Դա է իմ սիրելի որդին, դրան լսեցեք։ Եվ շուտով, որ իրանց շուրջը նայեցին, ոչ ոք չտեսան, բայց միայն Հիսուսին իրանց հետ։ Այս դրվագը ես կարծում եմ, այո, Տերը ասեց, որ ոչ մեկին չպատմեք, մինչև մարդու որդին չփարավորվի, մինչև մեռելներից հարություն առնելը։ Կարծում եմ աշակերտների մոտ պետք է անջնջելի տպավորություն եւ հետք թողած լիներ։ Եվ ահա մենք այստեղ կրկին տեսնում ենք, մյուս ավետարաններն էլ վկայում են, որ Տեր Հիսուսը 11-ի հետ միասին եկավ Գեթսեման պարտեզ, արդեն Հուդան իրանց հետ չէր, եւ թողնելով 8 հոգուն միտեղ, ինքը 3-ին վերցրեց եւ Պետրոսին եւ Զեբեդիայի երկու որդկանց իր հետ առավ։ Սկսեց տրտմիլ եւ վշտանալ։ Ուրեմն Պետրոսին, Հակոբոսին եւ Հովանեսին վերցրեց մի քիչ առաջ գնաց եւ գրվածը չի խոսում ոչինչ դեր, տրտմում է եւ վշտանում է։ Իմ համար շատ կարևոր է հասկանալ, արդյոք Պետրոսն ու Հովանեսն ու Հակոբոսը Հիսուս Քրիստոսի տրտմությունն ու վիշտը տեսնում էին, թե չէին տեսնում։ Ես չեմ կարծում, որ գիշերը իսկապես Գեթսեման պարտեզում լինելով իրանք բնականաբար իրանց հետ կունենային նաև ջահ
Բայց այնուամենայնիվ, որից հետո մի պահ հանձնելուց հետո Հիսուսն ասում է, այն ժամանակ նրանց ասեց. հոգիս մեռնելու չափ տրտմած է, այստեղ մնացեք եւ ինձ հետ արթուն կացեք։ Երեքին էլ թողնում է այդտեղ եւ մի քարենկեցի չափ, ինչպես ուրիշ ավետանում, գնում է մի փոքր էլ առաջ։ Եվ մի քիչ առաջ գնալով իր երեսի վրա ընկավ։ Աղոթք էր անում եւ ասում։ Եբրայեցից 5-րդ գլխի 7-րդ խոսքի մեջ մենք կարդում ենք, թե այդ աղոթքն ինչպես է եղել, որը ես քիչ հետո կկարդամ։ Սակայն ուզում եմ Ղուկաս 22-րդ գլխի 43-44-րդ խոսքերը լսենք։ 43 եւ 44։ Եվ հրեշտակ երևցավ նրան երկնքիցը եւ զորացնում էր նրան, եւ տագնապի մեջ լինելով ավելի եռանդով էր աղոթք անում։ Միջև շարունակելը պիտի ասեմ հետեւյալը, որ Տեր Հիսուսը միշտ սիրում էր առանձին աղոթք անել։ Ինքը առանձնանում էր։ Առավոտ ծեքին, տանից դուրս էր գալիս, գնում առանձին աղոթք էր անում։ Սա միակ դրվագն է, որ Տեր Հիսուսը Պետրոսին, Հովանեսին, Հակոբոսին իր հետ վերցրեց, բացառապես աղոթքի նպատակով, որ իր հետ արթուն կենան։ Իհարկե, նույն Ղուկաս ավետանի 22-28-րդ խոսքից մենք իմանում ենք, որ Հիսուսը աշակերտների հետ լինելը իր համար կարևոր էր համարում։ Որպես մարդ, իսկ ես մի առիթով ասել եմ, որ այդ վերջին շաբաթը նա գնում էր դեպի խաչ որպես մարդ, այստեղ կարդում ենք ինքը Տեր Հիսուսը այսպես է ասում աշակերտների մասին. Իսկ դուք եք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձություններումը։ Իսկ դուք եք, որ միշտ ինձ հետ կենում էիք իմ փորձություններումը։ Նախորդ Տեր Հիսուսը կարծես հուշում է մի բան, որ իրեն սպասվում է մի նոր փորձություն, այս նույն գլխում, 22-րդ գլխում։ Եվ քաջալերում է աշակերտներին, որ ինչպես են փորձություններում իր հետ են եղել, այս մի փորձությունում էլ իր հետ լինեն։ Ես համոզված եմ, որ Պետրոսի, Հովանեսի, Հակոբոսի հետ միասին, երբ որ ինքն առանձնացավ, իսկապես ինքը շատ կուզեր, որ աշակերտներն էլ աղոթքներ անեին։ Չգիտեմ, այդ աղոթքները աշակերտներին փորձությունից պահելու համար միայն կարող էին լինել, թե նաև այդ աղոթքները Տեր Հիսուս Քրիստոսի համար կարող էր լինել։ Իհարկե մենք գիտենք, որ Հիսուսն ասում է, որ հայրը միշտ իր հետ է, որովհետև ինքը միշտ հորը հաճելի բաներն է անում, դրա համար հայրը միշտ իր հետ է, բայց մենք այստեղ տեսնում ենք իսկապես մի դրվագ, որ ամբողջ դժոխքը իր վրա էր այդպես հարձակվել կարծես, եւ մի հրեշտակ երևցավ նրան, երկնքիցը զորացնում էր նրան։ Եվ նա տագնապի մեջ լինելով ավելի եռանդով էր աղոթք անում, եւ նրա քրտինքն էր ինչպես արյունի կաթիլը, որ թափվում են երկրի վրա։ Հրեշտակը զորացնում էր իրան, սրա մասին ծավալուն քարոզ ունեմ, բայց այսօր իմ ուշադրությունը աշակերտների արթուն լինելու խնդրի վրա է։ Գիտեք, Տերը գալիս է մի պահ աղոթքից հետո եւ կարդում ենք, որ եւ աղոթքիցը վեր կացավ, եկավ իր աշակերտների մոտ եւ նրանց քնի մեջ գտավ տրտմությունից եւ ասեց նրանց. ինչու եք քնում, վեր կացեք, աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք։ Անկեղծ ասած, մի փոքր դժվար է անցալել, երբ մարդ տրտմած է լինում։ Եթե տագնապ չկա տրտմության հետ, հասկանալի է, որ կարող է մարդը քնի։ Եվ այստեղ աշակերտները չունեն այդ տագնապը։
տրտմությունը տվյալ դեպքում աշակերտների շատ ավելի թմրության հետ կապ ունի, որտեղ այդպես է նաև նշված։ Մենք շարունակության մեջ լսում ենք 26-րդ գլխում Մատթեոս ավետարանի, երբ որ Տերը աղոթում է իմ հայր, եթե կարելի է թող այս բաժակն ինձանից անցնի, սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու, եւ աշակերտների մոտ է գալիս եւ նրանց քնի մեջ է գտնում, մենք քիչ առաջ լսեցինք սա, որ տագնապի մեջ էր աղոթք անում, Եբրայեցիս թղթում 5-րդ գլխի 7-րդ խոսքն ասում է. նա որ իր մարմնի օրերում է աղոթք եւ աղաչանք, սաստիկ աղաղակով եւ արտասուքով մատուցանում էր նրան, որ կարող էր ազատել նրան մահից եւ լսվեցավ իր բարեպաշտության համար, թե որդի էր այն չարչարանքնից հնազանդություն սովորեց։ Ես մտածում եմ այսպես, որ Պողոս առաքյալը չի եղել անմիջապես աշակերտների հետ նրա կենդանության ժամանակ այդ աղոթքների եւ այլի մեջ, բայց ինքը հայտնություն է առնում, թե ինչպիսին է եղել այդ աղոթքը։ Եվ շատ հետաքրքիր է, որ աշակերտներից ոչ մեկը այսպիսի դրվագով չի ներկայացրել Հիսուսի աղոթքը։ Մենք երբ որ կարդում ենք, պարզապես գրված է, որ տագնապով, սաստիկ էր այդպես ասած իր փորձությունը, ինքը աղոթք էր անում, բայց Պողոս առաքյալը Եբրայեցիս թղթում ավելի մանրամասն է նկարագրում այդ դրվագը։ Եվ գալիս է տեսնում քնած են աշակերտները։ Եվ ինչ է ասում, այդպես մեկ ժամ էլ չկարացիք ինձ հետ արթուն կենալ, արթուն կացեք եւ աղոթք արեք, որ փորձության մեջ չմտնեք, հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Դարձյալ երկրորդ անգամ Հիսուսը գնաց աղոթք արավ եւ ասեց. իմ հայր, եթե կարելի չէ, որ այս բաժակը ինձանից անցնի, առանց իմ նրան խմելու, քո կամքը լինի, եւ գալով նրանց դարձյալ քնի մեջ է գտնում, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին։ Նրանց թողեց դարձյալ գնաց եւ երրորդ անգամ աղոթք արավ եւ միևնույն խոսքն ասեց։ Այն ժամանակ գալիս է իր աշակերտների մոտ եւ նրանց ասում. այսուհետեւ քնեցեք եւ հանգստացեք, որ ահա հասել է ժամը եւ մարդի որդին մատնում է մեղավորների ձեռը։ Հիմա սեներ առաջին անգամ հետ է գալիս եւ արթնացնում է։ Աշակերտներին Տերը արթնացնում է, որպեսզի աշակերտները արթուն կենան եւ աղոթք անեն։ Եվ դա չի հաջողվում։ Երկրորդ անգամ գալիս է տեսնում էլի քնած են։ Երրորդ անգամ արդեն էլի արթնացած վիճակում աշակերտներին արդեն ասում է, որ վեր կացեք, որովհետեւ ժամը հասել է։ Ես ուզում եմ ինչ ասել սրանով։ Ցանկացած պահի մեր կյանքի մեջ մենք միշտ ենթակա ենք փորձությունների, եթե աղոթքին մենք ավելի լուրջ տեղ չենք տալիս մեր կյանքում։ Եվ միաժամանակ պիտի ասեմ, որ Աստված ինքն էլ հաճախ մեզ արթնացնում է աղոթքներին։ Օրինակ, բավական ժամանակ է, որ այդ սովորույթն ունեմ, արթնացնում է Տերը ճիշտ նույն ժամին եւ ես արթնանում եմ ու աղոթք եմ անում։ Հիմա ես չեմ ուզում դետալների մեջ շատ գնալ, բայց ես ուզում եմ ասել, որ Քրիստոսի աշակերտները, ովքեր որ լավ են ընկալել, լավ են հասկացել, մանավանդ արդեն մենք, որ Սուրբ Հոգով մկրտված ենք, առաքյալի խոսքերի համաձայն, որ գրված է ասում է շատ անգամ հսկմունքների մեջ, մենք պետք է նաև իմանանք, որ աղոթքը դա միայն մեր ներքին կարիքի պահանջների արտահայտումը չի Աստծո առջև։ Աղոթքի վերաբերյալ մենք բազմաթիվ դասեր ենք անցել։ Հետևաբար ես կոչ կանեի, որպեսզի մեր հոգևոր կյանքի մեջ աղոթքի խնդիրը միշտ առաջին տեղում դնենք,
Եվ երբեք չհաշտվենք այդ մտքի հետ, Տերը ասեց մի ժամ էլ չկարողացաք, դա մինիմում ժամն էր, որ Տերը ասեց։ Հիմա որոշները հնարավոր է մտածեն ինչ կարիք կա այդ ժամի խնդրի մեջտեղ բերել, բայց այնուամենայնիվ ես չէի ասի չափ դնենք, այլ դուք պետք է աղոթեք այնքան, մինչև համոզվեք, որ Աստծո հոգին բավարարված է ձեր աղոթքից։ Թող Աստծո անունը փառավորվի։ Հիմա խոնարհվենք, Տիրոջ անունը կանչենք, մեր սրտերը բերենք իր առջև եւ հատկապես լեզուներով աղոթքին, Սուրբ Հոգով աղոթքին շատ տեղ տանք եւ ականջ տանք։ Աստծո անունը թող փառավորվի, ամեն։